Բարև ձեզ հարգելի իմ ալիքի ունկնդիրներ, այսօր իմ բազմաթիվ լսողների, հաճախորդների խնդրանքով ես ուզում եմ խոսել ձեզ հետ, բացատրել մի շատ կարևոր հարցի նշանների մասին, բացատրել թե ինչ է դա։ Ուզում եմ ձեզ բոլորիդ հետ այսօր խոսել ինչ է նշանակում նեգատիվ էներգիան, մեր ժողովրդի մեջ ընդունված, ասպես ասած, թուղթուգիր հասկացողությունը։ Ընդհանրապես նեգատիվ էներգիան դա մարդու բիոէներգետիկ դաշտի, կենսաէներգետիկ դաշտի վրա նեգատիվ էներգիայի ազդեցություն է, որը շատ տարբեր ձևերով ազդում է տվյալ անձնավորության կյանքի բոլոր ոլորտների վրա, թե գործնական, ֆինանսական, անձնական, առողջական։ Ես ուզում եմ շատ հագիշտ ձևով ձեզ բացատրել, դուրս գալով նաև իմ պրակտիկայից, իմ զգացողություններից եւ ձեզ բացատրել, թե ինչ 10 նշաններ կան, որոնք ցույց են տալիս, որ մարդու վրա կա կատարած նեգատիվ գործողություն։ Առաջի հերթին ոչ նեգատիվ գործողություն լինում է ոչ միայն այն դեպքում, երբ որ մարդու վրա ինչ-որ մեկը նախատեսված գործողություն է կատարում։ Նաև հնարավոր է մարդը իր վրա նեգատիվ վերցնի տարօրինակ իրեր վերցնելով, օրինակ դրամներ, մանրադրամներ, մադանի, խաչ, եթե գետնին ընկած ինչ-որ իրեր եք տեսնում, չի կարելի վերցնել։ Եթե վերցնում եք, ուրեմն անպայման պետք է այդ իրը էներգետիկ դաշտում ակրվի, նոր այդ իրը վերցնեք, որովհետև հնարավոր է, որ այդ իրը պատահական չէ ընկած փողոցում կամ գերեզմանի մեջ, դրանպես գերեզմանի մեջ շատ թանկարժեք իրեր են գցում։ Այդ ձևով մարդը իր վրայից հանում է իր նեգատիվ էներգիան ու որպես օդկուպ տալիս է այդ իրը գումարը։ Ու երբ որ սովորական մարդը վերցնում է, ինքը իրեն վրա վերցնում է այդ նեգատիվ էներգիան։ Ընդհանրապես շատ էզոտերիկներ, էքստրասենսներ, երբ որ մաքրման գործողություն են կատարում, իրենք այդ էներգիան մաքրում են ոչ թե ինչ-որ իրի վրա են դնում, որպեսզի ուրիշ մարդու վրա վտանգ չլինի, այլ իրենք մաքրում են ավելի մաքուր ձևով, որպեսզի պատահական մարդու վնաս չտան։ Բայց կան այնպիսի մարդիկ, որոնք այդ մաքրման process-ին չեն վերաբերվում ճիշտ ձևով եւ նման իրերը հայտնվում են խաշմերուկներում, փողոցում, գերեզմանոցներում, ծննդատան տարածքում, տվյալ դեպքում, երբ որ անձնավորությունը վերցնում է, մարդը իր վրա սկսում է կրել այդ նեգատիվ էներգիան, որից տվյալ անձնավորությունը, ուրիշ անձնավորություն ազատվել է։ Օրինակ շատ դեպքերում ընկած է լինում մատանիներ։ Երբ որ մարդիկ չեն ամուսնանում, գործողություն է կատարվում, այդ սև էներգիան գնում է մատանու վրա եւ երբ որ մատանին ընկած է լինում հենց իմенно խաշմերուկում, երբ որ վերցնում է սովորական անձնավորություն, այդ նեգատիվը թափվում է նաև իրեն վրեն։ Այսինքն այդ անձնավորությունը կարող է չամուսնանալ, եթե ամուսնացած է, կարող է բաժանվի եւ խնդիրներ առաջանա իր անձնական, իր ընտանեկան կյանքում։ Եթե մանրադրամներ է լինում թափված, շատ դեպքերում խաշմերուկներում, դա երբ որ մարդու մոտ փակված է լինում ֆինանսական կանալը, այդ ձևով օդկուպ են տալիս տիեզերական էներգիային, բայց երբ որ սովորական մարդ վերցնում է այդ մանրադրամը, իր ֆինանսական էներգիան փակվում է։ Խաչերի վրա մարդը գցում է իր հիվանդությունը, իր նեղությունը, իր առողջական շատ ուժեղ վատ խնդիրները։ Հատկապես գերեզմանի տարածքում, երբ որ տեսնում եք դրված ինչ-որ կարող են լինել մոմեր, կարող են լինել մետաղադրամներ, կարող են լինել ոսկյազարդեր, ապարանջաններ, մատանիներ, չվերցնեք։ Եթե վերցնում եք, ուրեմն ինքնըստինքյան դուք ձեր վրա եք վերցնում
այն նեգատիվ էներգիան, որի համար տվյալ իրը օգտագործվել է։ Իսկ եթե պատահաբար վերցրել եք, անպայման պետք է այդ իրի հանդեպ, նույնիսկ երբ որ վերցրել եք արդեն, ձեր հանդեպ պետք է մաքրման գործողություն լինի, որպեսզի այն նեգատիվ էներգիան, որ եղել է տվյալ անձնավորության վրա, ով որ մաքրվել է, դա չկա ձեր վրա։ Խոսենք ինչպիսի նշաններ կա, ես շեշտեմ կոնկրետ շատ կարևոր նշաններ, 10 նշաններ։ Առաջին նշանը, որ ցույց է տալիս, որ մարդու վրա կա նեգատիվ գործողություն։ Երբ որ մարդը տարօրինակ ձևով իրեն ճնշված է զգում, կարող է դա նաև նմանվի դեպրեսիայի, կարող է դա նաև նմանվի հոգեպես ճնշված վիճակի, բայց այդ ճնշված վիճակը ոնց որ մարդու մոտ քանի գնում այնքան ավելի շատանում է, մարդը չի կարողանում հասկանալ, թե իր հետ ինչ է կատարվում։ Հատկապես շատ դեպքերում մարդու ենթագիտակցությունը, ինտուիցիան հասկացնում է, որ գիտեք, ձեր վրա նեգատիվ էներգիա կա, ինքը զգում է, ճնշված է, իրեն մոտ ոնց որ օդը չհերիք է, շնչահեղձ է լինում, չի կարողանում ոչ մի գործողություն կատարել, անընդհատ ոնց որ հիվանդ լինի, բայց շատ դեպքերում ենթագիտակցությունը հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան իրեն կյանքի մեջ սկսում է փոխվել, բայց քանի որ շատ դեպքերում, երբ որ նեգատիվ էներգիա են կատարում, նեգատիվ էներգիա են հղում տվյալ անձնավորության վրա, նաև այնպիսի պաշտպանություն են դնում, զաշիտա են դնում, որ տվյալ անձնավորության ենթագիտակցությունը կամաց հարմարվում է այդ իրավիճակի հետ ու ոչ մի այդ իրավիճակից դուրս գալու ոչ մի գործողություններ չի կատարում, ինքը կամաց դառնում է տվյալ նեգատիվ էներգիայի զոհ, վտանում է տվյալ անձնավորության մեջ ենթագիտակցությունը, ինտուիցիան, ու երբ որ նույնիսկ կողքից իրեն ասեն, գիտես ինչ, կարող է պատահի քո վրա ինչ-որ գործողություն կա կատարված, այդ անձնավորությունը կարող է եւ ծիծաղի, չհավատա, չընդունե, որ իր վրա նման գործողություն կա, բայց կամաց իր մոտ բոլոր ոլորտները կփակվեն, գործնական, անձնական, ինքը ոտքի վրա կսկսե չորանալ, բոլոր կենսական էներգիաները դեպի իրեն չեն հասնի, ինչպես բույսը, երբ որ իրան չի հասնում ջուրը, օդը, իր պարարտանյութը չորանում է, նույն ձևել անձնավորությունը ոտքի վրա կորցնում է իր ամեն ինչը, նույնիսկ կորցնում է ցանկությունը կյանքի հանդեպ, մարդը կյանքի հանդեպ դառնում է լրիվ անտարբեր։ Երկրորդ նշանը դա ոչ բացատրված վախեր է, գիտեք ինչպես մարդու մոտ տարօրինակ տագնապալի մտքեր են, վախեր են, ֆոբիաներ են, որոնք ոչ մի հիմնավորվածություն չունեն, եւ որ նույնիսկ մարդը դիմում է հոգեբուժի, հոգեբուժը հասկանում է, որ տվյալ անձնավորության ուղեղի հետ, հոգեկանի հետ ոչ մի խնդիրներ չկա, բայց մարդը տարօրինակ ձևով ինչ-որ վախեր է զգում, օրինակ իմ կյանքի ընթացքում պրակտիկայի ընթացքում եղել է մարդ, որ երբ որ անձնավորությունը անընդհատ վարորդ է եղել, ինքը իր ավտոմեքենային նստել է, վարել է առանց վախենալու, հիմա որ նստում է ավտոմեքենայի հետ սրահի մեջ ու վերցնում է ղեկը, իր մոտ տարօրինակ վախեր է գալիս, անձնավորությունը չի կարողանում վարել իր ավտոմեքենան, դա ոչ միայն ավտոմեքենայի հետ է լինում, դա նաև մարդը չի կարողանում վարել իր բիզնեսը, մարդը չի կարողանում իր ուսումը շարունակել, մարդը չի կարողանում նույնիսկ դուրս գալ, շփվել իր ընկերների, իր հարազատների, իր բարեկամների հետ, նույնիսկ մարդը իրեն ոնց որ ոչ կոմֆորտնի է զգում ու կամաց մարդը մեկուսանում է, մեկուսացած մարդը ինչ է լինում, զրկվում է եւ ուսումից, զրկվում է եւ ընկերությունից, զրկվում է եւ կյանքի ընկեր գտնելուց, մարդը չի կարողանում իր ոչ մի գործողությունը դրսևորել ու տվյալ անձնավորությունը կորցնում է ամեն ինչ։ Երրորդ
նշանը մարդը բարբերաբար ոչ թե մենակ մի անգամ, այլ բարբերաբար ունենում է կոդրվածքներ, կտրվածքներ, նույնիսկ հնարավոր է օրվա մեջ մի քանի անգամ, եթե մի անգամ մատը կտրում է, դա չի նշանակում, որ տվյալ անձնավորության վրա ինչ-որ գործողություն է կատարած։ Երբ որ մարդը սիստեմատիկաբար իրեն վնասում է, մեծ ձեռից անցնում է մյուս ձեռին, սովորական նույնիսկ պատարակ հաղթանակի չի կարողանում օգտվել, իր ձեռքից անընդհատ ափսեները, բաժակները ընկնում են, կոտրվում են, վնաս են բերում տվյալ անձնավորությանը։ Դա ցույց է տալիս, որ այդ մարդու վրա կա կատարված գործողություն։ Հատկապես երբ որ այդ կոտրվածքները, վնասները լինում են մարդու ներքին վերջույթների վրա, ոտքերի վրա, շատ դեպքերում ոտքերը այդուսվում են, հոդերի մեջ սկսվում է ցավեր, բայց ոչ բացատրելի, երբ որ բժշկությունը ախտորոշում տալիս է, որ տվյալ անձնավորության մոտ ոչ մի հիվանդություն չկա, բայց ինքը տարօրինակ ձևով իրեն լավ չի զգում, ամբողջ հոդը, ոսկորները ցավում են։ Դա ցույց է տալիս, որ տվյալ անձնավորության կենսաէներգիան կապված է մահվան էներգիայի հետ։ Այսինքն մարդու վրա գործողություն են կատարել մահացած մարդու էներգիայով, գործողություն են կատարել գերեզմանի հողի հետ կապված, ու տվյալ անձնավորության կենսական էներգիան կապված է մահվան էներգիային։ Տվյալ անձնավորությունը նույնպես փակվում է բոլոր դաշտերը, ու տվյալ անձնավորությունը չի կարողանում որպես սովորական մասսարակության անդամ իրեն ճիշտ ձևով դրսևորել։ Չորրորդ նախանշանը, երբ որ մարդը մեկուսանում է իր հարազատներից, գիտեք ինչ, մարդը դառնում է վտարանդի, երբ որ մարդու հետ խոսում ես, ու ինքը չի հասկանում ինչ ես խոսում, տարօրինակ է իրեն պահվածքը, չի ուզում շփվել ոչ իր ընկերների հետ, ոչ գործընկերների հետ, ոչ կնոջ կամ իր կողակցի հետ, ոչ իր զավակների հետ, ոնց որ բոլորը իրեն թշնամի տարած լինեն, իր ծնողների հետ չի կարողանում գիտեք ինչ, ոնց որ թե այդ շփումը ոչ թե ընդհանրապես սովորական մարդու մոտ, երբ որ մարդը շփվում է իր հարազատների հետ, շփումը բերում է երանություն, բերում է երջանկություն։ Իսկ նման մարդիկ, որոնց վրա գործողություն է կատարված, որ մարդիկ իրենց ազգից հեռու մնան, իրենց ծնողից հեռու մնան, տվյալ մարդիկ այդ դեպքում շփումից ոչ թե իրենց լավ են զգում, այլ ընդհակառակը, այդ շփումը իրենց բերում է ցավ, ու կամաց մարդիկ հեռանում են տվյալ անձնավորությունից, ու այդ անձնավորությունը ոնց որ դառնում է վտարանդի, փախած, մեժված կաշկավիճակով։ Հինգերորդ նշանը, երբ որ առանց որևէ պատճառի մարդը կանց տան մեջ անընդհատ իրենց սպիտակուցային սննդամթերքը միշտ փճանում են, ու ժամանակից շուտ, դա կատը, թթվասերը, կատնաշորը, միսը, գիտեք ինչ, անկախ նրանից սառնարանում է դրած, սառնարանում դրած չէ, ամեն ինչ պահպանվում է, բայց սպիտակուցային այդ մթերքը չի պահպանվում, անկախ նրանից փորփոսնում է, փճանում է, բացի դրանից տան մեջը անընդհատ գալիս է վատոդեր, նեխած հոտեր, փորփոսած հոտեր, դա արդեն ցույց է տալիս, որ այդ անձնավորության տան մեջը, շեմի վրա հենց կա կատարված գործողություն։ Գիտեք ինչ, նման մարդիկ իրենց տանից փախնում են, չեն ուզում, որ իրենք մտնեն, ու այն ձևի գործողություն է արած, որ տվյալ մարդու համար իր հարազատ օջախը, իր հարազատ տունը, իր հարազատ շեմը դառնա ոչ ցանկալի։ Բայց դա, որ սկսվում է նման գործողություն, ոչ թե միայն նեգատիվը քնում է այդ կատնամթերքին, մստամթերքին,
կամ տան պատերին, այլ կամաց այդ նեղված վիճակը մտնում է մարդու կենսաէներգիայի մեջ։ Մարդ սկսում է առաջ ձեռք բերել տարօրինակ ձևով առողջական խնդիրներ, հատկապես նման նեգատիվ, երբ որ կատարած է լինում մարդու մոտ, տվյալ մարդու մոտ սկսում է առաջ գալ քաղցկեղի նախանշաններ, ինքը ոնց որ ոտքի վրա հանգում է, չկանխատեսված, չհասկանալու ձևով իրեն մոտ նիհարում է, դեմքի գույնը փոխվում է, աչքերի հայացքը փոխվում է, չնայած նախնական շրջանում էլի իրեն բժշկական անալիզները, ախտորոշումները մաքուր են, բայց մարդը ոտքի վրա հանգում է։ Ու հատկապես այդ նեգատիվը բերում է, ծնում է արդեն, էլ մարդը չի կարողանում դիմա դրել, իրեն մոտ առաջ է գալիս հատկապես քաղցկեղ ու մահանում է մարդը ժամանակից շուտ։ Ուրեմն նման մարդու վրա այնցեւի գործողություն է կատարված, մավան գործողություն, որ սկզբից սպիտակուցներն են տան մահանում, կատնամտեր կմսերը, իսկ հետագայում արդեն այդ նեգատիվ էներգիան մտնում է հենց իրեն մարմնի մեջ ու իրեն մարմնին է սկսում կամաց մահանալ։ Վեցերորդ նախանշանը, երբ որ մարդու մոտ առաջ է գալիս չնախատեսված ֆինանսական ծախսեր, ինչպես դա ձեզ բացատրեմ, գիտեք ինչ, մարդը կայացած բիզնեսմեն է, փող ունի, կամ սովորական մարդ է, որն իր աշխատավարձը ունի, իր աշխատանքը ունի, ու պատահական ձևով իր գումարած փողը, հավաքած փողը, որ պետք է ինչ-որ լավ բանի վրա ծախսի, տուն պետք է գնի, ավտո պետք է գնի, կամ իրեն բիզնեսը ավելի պետք է ընդլայնի, ընդհակառակը այդ գումարը լրիվ գնում է ուրիշ վատ դեպքերի համար, կամ հարազատն է մահանում, կամ ինքն է տարօրինակ ձևով հիվանդություն ձեռք բերում, կամ գիտեք ինչ ձևի, չնախատեսված ծախսեր, ավտոն է վտարի ենթարկվում ու անընդհատ, դա ոչ թե մի անգամ, ընդհանրապես նման դեպքեր մարդկանց կյանքի մեջ միշտ պատահում են, բայց երբ որ մարդը զգում է, որ դա սպիրալի պես իրեն կյանքի մեջ կրկնվում է նման վիճակը, որ անընդհատ իրեն փողը ոչ թե գնում է իրեն վրա, այլ իրեն հարազատներին օգնելու, այլ ինչ-որ սխալ գործողությունից, որը չպետք է կատարվեր դուրս գալու համար, կամաց տվյալ անձնավորության ֆինանսական կանալները փակվում է, իսկ երբ որ մարդու ֆինանսականը փակվում է, ինչ, կամաց առողջականն է, կփակվի անձնականն է, գործնականն է, ընդհանրապես ուշադրություն դարձրել, երբ որ մարդու մոտ, երբ որ ինքը լավ ընկերներ է ունեցել, լավ շրջապատ է ունեցել, լավ բարեկամություն է ունեցել, ու կամաց, երբ որ իր բարեկամությունը դառնում է այն ձևի մարդիկ, ովքեր անընդհատ կարիքի մեջ են, ընկերները փոխվում են, լավ ընկերները գնում են, գալիս են այնպիսի ընկերներ, որոնք մենակ մարդուց ուզում են փող, դրամական ինչ-որ դիվիդենտներ վերցնել, մենակ տանողի դերում են, ոչ թե տալու, օգնելու, դժվար վիճակից դուրս հանելու, նման իրավիճակները ցույց է տալիս, որ մարդու վրա կա գործողություն կատարած, որ տվյալ մարդու վրա փակված է ֆինանսական կանալը, ֆինանսների հոսքը, որ մարդը դառը դատար կնստի, ուշադրություն դարձրեք, որպեսզի կարողանաք նման նեգատիվ էներգիան մաքրեք ու տվյալ իրավիճակներից դուրս գալ։ 7-րդ նշանը դա տարօրինակ ձևով մարդը ոնց որ հիվանդություն է ձեռք բերում, ինչպես ասեմ, օրինակ հատկապես ցավերը սկսվում են մարդու մոտ գիշերը ժամը 3-ին, պատահական ձևով ինքը անընդհատ գիշերը ժամը 3-ին ուժեղ ցավերից արթնանում է, ու այդ ցավերը ոչ ավանդական բժշկությունը, ոչ ավանդական բժշկությունը բացատրություն չեն կարողանում տալ, 3-ից 4 արթնանում է ու տվյալ ցավերը
անկախ նորից սրդի մասում է, որովայնի ներքին օրգանի որևէ մասում գլխացավ է լինում, բայց գալիս է ցավի տեսքով։ Դա ցույց է տալիս, որ մարդու վրա կա կատարված գործողություն, ու մարդը, երբ որ դիմում է բժիշկները չեն գտնում։ Ոչ ավանդական բժշկությունն է իրեն օգնում, ոչ ավանդական բժշկությունը։ Մարդը ստիպված գալիս է էքստրասենսի մոտ, որպեսզի իմանա ինչն է պատճառը, երբ որ անալիզները, իրեն ախտորոշումները, ամեն ինչ մաքուր է, ամեն ինչ նորմալ է, բայց մարդու մոտ տարօրինակ ձևով ցավեր կա, ու մենակ ցավեր չէ, մարդը կամաց կորցնում է իր կենսական էներգիան, վախեր են առաջ գալիս, չի ուզում ապրել, կարող է պատահի նույնիսկ իրեն վնաս տալու մտքեր կա տվյալ անձնավորության մեջ, դա ցույց է տալիս, որ մարդու վրա կատարված է գործողություն ոչ թե ֆինանսական կանալը փակելու կամ ընտանիքը քանդելու, այլ հենց մարդու վրա կատարված է գործողություն, որ մարդը իրեն կյանքը կորցնի, ֆիզիկական կյանք, այսինքն կատարված է մարդու վրա մավան գործողություն, ու եթե տվյալ անձնավորությունը չմաքրի իր վրայի նեգատիվը, բերելու է անկախ նրանից քնի կարգ չի արթնանա, վտար կլինի, ինքնասպանություն կլինի, կարևոր չէ թե ինչ ձևով է լինում, բայց արագանում է մարդու մոտ մավան գործընթացը, բերում է 8-րդ նշանը դա տեսիքներն են, երբ մարդը տեսիքներ է տեսնում, ընդհանրապես էլի լինում է գիշերը ժամը 3-ից 4-ը, դա հատուկ ժամանակ է, երբ որ մարդու վրա նեգատիվ էներգիա ազդում են, նեգատիվ էներգիան ինչ-որ նեգատիվ հոսանք է ներդնում մարդու բիոտաշտի մեջ, որը ավելի շատ ակտիվանում է ժամը 3-ից 4-ը գիշերը, ու այդ ժամանակ մարդը տեսնում է տարօրինակ երազներ, տեսնում է տարօրինակ տեսիքներ, որը վախեցնում են, գիտեք ինչ, ոսոր մարդու պսիխիկան խանգարվի, բայց հոգեբանները չեն տեսնում ոչ մի ֆիզիոլոգիական փոփոխություն տվյալ անձնավորության, հոգեբանները, հոգեթերապևտները, իրանք չեն կարողանում բացատրություն տալ, տեսիքները, կամ գիտեք ինչ, մարդը վախենում է, արթնանում է, քնի մեջ, քրտնած ամբողջ մարմնով, չի կարողանում բացատրել, թե ինչն է իր վախի պատճառը, շատ դեպքերում անգամ սարսափելի են լինում, մտնում են տեղաշորի մեջ, խեղդում են, ծեծում են, իմ պրակտիկայում շատ է եղել նման մարդիկ, որոնք հոգեբանական ոչ մի շեղում չեն ունեցել, իհարկե նման մարդկանց պետք է անպայման մաքրել, պետք է պաշտպանական գործողություն կատարել, որպեսզի մարդը կարողանա լիարժեք ձևով ապրել։ 9-րդ նշանը, երբ որ ոչ թե միայն տեսիքներ, այլ նաև ձայներ, գիտեք ինչ, դա կապված չէ, այլ եմ ասում հոգեբանական վիճակից, հոգեթերապևտների հետ դա ոչ մի կապ չունի, իհարկե եթե մարդը շիզոֆրենիա ունի, դրա բուժումը միայն հոգեբուժությունն է, բայց երբ որ մարդը շիզոֆրենիա չունի, բայց մարդը լսում է ձայներ, ու գիտեք ինչ, մեր ժողովրդի մեջ տարածված է, չէ, երբ որ ասում են ինչ որ մեկը իրեն մասին մտածում է, կամ այդն է կարմրում, կամ ականջն է կարմրում, ասում են, թե քո մասին խոսում են, քո մասին բամբասում են, կամ լավն են ասում, կամ վատ են ասում, բայց երբ որ մարդը լսում է տարօրինակ ձայներ, ինչ որ բաներ է սպասում, զանգերի, ինչ որ վատ գործողությունների, դա արդեն ցույց է տալիս, որ տվյալ մարդու վրա անընդհատ, հենց որ զգում է այդ վիճակը, ուրեմն հենց այդ ժամանակ իր վրա նորից գործողություն են կատարում, դա էքստրասենսների մոտ կոչվում է, որ մարդու վրա ինչ-որ բան են կարտում, նեգատիվ էներգիա են ուղղում, ու տվյալ անձնավորությունը ենթագիտակցորեն զգում է, բայց չի կարողանում ոչ մի բան անել, բայց այդ զգացողությունը իրեն անընդհատ ոչ
կոմֆորտ վիճակի մեջ է թողնում, ինքը անընդհատ սպասողական վիճակի մեջ է, ոչ թե լավ բան է սպասում, այլ ընդհակառակը, այն ինչ-որ վատ բան պիտի կատարվի, ինչ-որ վատ բան պիտի կատարվի։ Եվ 10-րդ կարևոր հարցի մասին ուզում եմ խոսել, դա արդեն այն է, ինչ որ մարդիկ անմիջապես գտնում են իրենց տան մեջ, իրենց շեմերի վրա, պատահական իրենց բակերում, իրենց այգիների մեջ, իրենց սեփական տան հայատում, գիտեք ինչ, դա արդեն անմիջապես կատարած գործողություն է։ Շեմերի վրա հող են լցնում, դա գերեզմանի հող է, փակում են տանապես այդ ընտանիքի առաջխաղացումը։ Երբ որ գտնում եք տան մեջ տարօրինակ իրեր, մետաղադրամներ, որոնք ջրը չեն, որոնք չպետք է լինեին, կամ պատուհանի կոմկին, կամ շեմին թափած, կամ նույնիսկ պահարանի վերևը, ուրեմն այդ անձնավորությունը ի վիճակ է եղել մտնել ձեր տուն եւ այդ գործողությունը կատարել։ Գտնվում են թանաքներ, մկրատներ, որոնք դուք 100% գիտեք, որ այդ սպասքի պարագաները ձերը չեն։ Շատ դեպքերում թանաքների, մկրատների վրա կա սև թելեր են փակված, փաթաթված, մոմերի կաթիլներ են դրված, դրանք արդեն իսկական թուղթուկրի ներկայություն է ձեր տան մեջ, ինչպես որ ժողովուրդը ասում է թուղթուկիր։ Բացի դրանից կարող է լինել բմբուլ, կարող է լինել սև թելեր, ասեղներ, քորոցներ, որոնց վրա ներգաղթիվ գործողություն է կատարված, բայց որոնց վրա հատկապես սև թելի առկայությունը 100% կա։ Կարող է լինել կենտանու մնացորդներ, այսինքն ժանիկը, եղունգը, չանճը կամ մեռած կենտանի, շատ դեպքերում կրիս է լինում, ցիտիկ է լինում, կմախք, որի վրա կատարված գործողություն է։ Երբ որ նման բան գտնում եք, ուշադիր եղեք, մի ձեռ տվեք։ Եթե ձեռ տալիս եք, արդեն պետք է անպայման մաքրվի համ դուք, համ ձեր ընտանիքը, համ ձեր տան տարածքը։ Դա հատուկ մաքրելու գործողություն ունի, դա հատուկ վերցնելու եւ չեզոքացնելու նեգատիվ էներգիան գործողություն ունի։ Ես ընդհանրապես իմ մյուս հաղորդումների ժամանակ, տեսահոլովակների ժամանակ կմոտենամ նաև այդ հարցին, ինչպես վերցնել, որպեսզի այդ նեգատիվ էներգիան անմիջապես վերցնողի վրա չազդե։ Բայց ուշադիր եղեք, նման բաները ձեռքերով մի վերցրեք, փայտ, ռեզինի ծեռնոցներ ու երբ որ մաքրելու եք լինում, դիմեք մասնագետի, ինքնամաքրմամբ մի զբաղվեք, որովհետև կարող է ոչ թե լավ գործողություն անի, այլ ընդհակառակը ավելի վատ նեգատիվ էներգիա բերի։ Հագիշտ այսքանը շատ բան հնարավոր է խոսել այս հարցի շուրջ, բայց ուշադիր եղեք, ձեզ բոլորիդ ցանկանում եմ առողջություն, հաջողություն, ստեսություն։